44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Նրանք հանդիպում են պահանջում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասիրյանի եւ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Գերատեսչության մուտքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել, քաշքշուկ է տեղի ունեցել, անհետ կորածներից մեկի հարազատի խոսքով չեն ցանկանում ընդունել իրենց, քանի որ իրենց հարցերին պատասխան չունեն։ Ծնողները փակել են անցագրային կետի դարպասները եւ հրաժարվում են բացել։ Նախարարության շենքի մոտ ոստիկանական ուժեր են բերվել։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապահյանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ վերդիկտից հետո դատարանն այսօր լրացուցիչ դատալսում է նշանակել։ Կողմերի հետ դատարանը պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում ծանրացնող եւ մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի եւ չափի վերաբերյալ։ Դրանից հետո դատարանը հեռանալու է դատավճիռ կայացնելու, հայտնում է Միքայել arczepiskoposի պաշտպանական թիմը։ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում ըստ առաջարկի առաջինից 6-րդ դասարանցիներին արգելվելու է դասաժամերին, միջոցառումների եւ նույնիսկ դասամիջոցների ընթացքում ունենալ միացված հեռախոս։ Անհրաժեշտության դեպքում աշակերտը կարող է բերել այն դպրոց, բայց դասի սկզբում կհանձնի դասղեկին եւ կվերցնի միայն դասերի ավարտին։ 7-ից 12-րդ դասարանների համար նախատեսվում է սահմանափակված օգտագործման կարգ։ Սահմանափակումները վերաբերում են ոչ միայն հեռախոսներին, այլև պլանշետներին, խելացի ժամացույցներին ու այլ թվային սարքավորումների։ Ծրագիրը նախնական փուլում կգործարկվի 15 դպրոցներում։ Էրեբունի Երևան տոնակատարությունը այս տարի կանցկացվի հոկտեմբերի 12-ին Երևանի տարբեր հատվածներում տարբեր ձևաչափերով եւ տարբեր նախասիրություններին համապատասխան միջոցառումներ կկազմակերպվել։ Կլինեն 5-ից 6 բեմահարթակներ՝ ռոք, ջազ, էստրադային, էլեկտրո, դասական, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում մեծ տոնական համերգ Թաթա Սիմոնյանի գալա համերգային ծրագրով։ Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հայտնել է, որ այս տարի տոնին նաեւ արտերկրից հայտնի երաժիշտ կմասնակցի, որը հաստատել է իր մասնակցությունը եւ ելույթ կունենա հոկտեմբերի 11-ի երեկոյան։ Մոսկվայի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումից հետո բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 76-ամյակին եւ նրա 6-ամյա թոռը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 29-ի գիշերը երկրի 8 մարզերի երկնքում խոցվել է 78 ուկրաինական անօդաչու։ Բրյանսկի մարզի երկնքում խոցվել է 24 անօդաչու։ Թիրախավորվել է Կարաչևի էլեկտրոդետալ գործարանը, որը արտադրում է ռազմական արդյունաբերության համար նախատեսված էլեկտրական միացուցիչներ։ Ուկրաինան իր հերթին հաղորդել է Դնիպրոպետրովսկի եւ Սումիի մարզերի վրա տասնյակ անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին, վարչական եւ բնակելի շենքեր են վնասվել, տուժածներ կան։ Ուկրաինական զորքերը հաջողությունների են հասել Դոնեցկի մարզի Դոբրոպոլսկի ուղղությամբ։ Ռուսական բանակի ստորաբաժանումների մի մասը շրջափակման մեջ է հայտնվել։ Հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Ըստ նրա, հակահարձակողական գործողության սկզբից Դոբրոպոլսկի ուղղությամբ նշանակալի տարածք է ազատագրվել։